Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով հաջորդ տարվա բյուջեի նախագծում առողջապահության եւ սոցիալական ապահովագրության ծրագրերի համար նախարարության ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 800 միլիոն լարիով։ Մասնավորապես այս բարձրացման շրջանակներում 70 տարեկան եւ ավելի տարեց թոշակառուների կենսաթոշակը կաճի 45 լարիով եւ կսահմանվի 495 լարի։ Լեռնային բնակավայրերում նույն կատեգորիայի թոշակառուների կենսաթոշակը կկազմի 594 լարի։ 70 տարեկանից ցածր անձանց կենսաթոշակը կաճի 20 լարիով եւ կսահմանվի 370 լարի, իսկ լեռնային բնակավայրերում 444 լարի։ Բացի կենսաթոշակից, որը ինչպես գիտեք ինդեքսավորված է, դրա բարձրացումը կատարվում է որոշակի կարգով։ Բյուջեն նախատեսվում է 18 տարեկանից փոքր զգալի բարձր կատեգորիայի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վճարների շոշափելի աճ 45 լարիով, իսկ մյուս կատեգորիաների հաշմանդամություն ունեցող անձանց համար 20 լարիով։ Ընդհանուր առմամբ սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը կազմում է 7 միլիարդ լարի։ Առողջապահական ծրագրերի ֆինանսավորման համար հատկացվել է ավելի քան 2.1 միլիարդ լարի, այդ թվում առաջնային բուժօգնության հանձնակազմի աշխատավարձերի 10% աճ, ասել է Խուցիշվիլին։ Նրա խոսքով ներգաղթյալների համար 240 միլիոն լարի է հատկացվել բնակարաններով ապահովելու նպատակով։